Փոփոխությունը Ռուսաստանում սկսել է գործել սահմանապահ հսկողության նոր համակարգ։ Ինչ է դա ենթադրում։ Ուրեմն, քանի որ ոչ բոլոր բազաներն են տեսանելի եւ հասանելի սահմանապահներին, այդ թվում վերահսկվող անձանց ռեեստրը իրենք չեն տեսնում, հիմա նոր կարգ է սահմանվել եւ արդեն 12 անցակետերում այդ թվում նաև օդանավականներ։ Օդանավականներ, Մոսկվայի բոլոր օդանավականներում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Եկատերինբուրգում եւ մի շարք 12 այդպիսի կետերում, որոշ տեղերում նաև ցամաքային անցակետերում։ Ուրեմն սահմանապահների հետ միասին արդեն այդ սահմանային անցակետերում նստում են նաև ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, որոնք իրենց բազաներով եւս ստուգում են անձը արդեն վերահսկվող անձանց ռեեստրում կա թե չկա, մուտքի արգելքի տվյալները, որոնք դեռևս չեն հասել սահմանապահներին, իսկ դա ժամանակ է պահանջում, մինչև որ միջգերատեսչական այդ տվյալները գալիս հասնում են։ Այսինքն իրենք բոլոր տվյալները ստուգում են եւ որից հետո միայն կամ թույլ են տալիս կամ թույլ չեն տալիս անձին մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Այսինքն եւս մեկ քայլով խստացնում են ՌԴ տարածք մուտք գործելու օտարերկրացիների մուտք գործելու կարգը։ Հնարավոր է մարդու օդանավականից Անպայման։ Ուրեմն դրանից առաջ այս տարվա սկզբին ներդրվել էր, երբ որ սահմանապահը իր հայեցողությամբ ինչ որ ման խախտում է թե չէ։ Սահմանապահը իր հայեցողությամբ կարող էր օտարերկրացուն թույլ չտալ, եթե ինքը ինչ-ինչ պատճառներից ելնելով կարող էր ենթադրել, որ տվյալ անձը կարող է Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար սպառնալիք հանդիսանալ։ Օրինակ, վերցնում էին հեռախոսը, նայում էին ենթադրենք Facebook-ում իր ինչ կոնտենտ է ինքը լայքում, բավական էր պրո-ուկրաինական որևէ բան եւ այդ մարդուն կարող էին թույլ չտալ։ Կամ WhatsApp ինչպիսի խմբերում է ինքը, կամ եթե տվյալները ջնջել իրենք ծրագրով վերականգնում էին հասկանալու համար դու ինչ տվյալներ ես ջնջել մինչև Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելի եւ այլն, եւ դա կարող էր հիմք հանդիսանալ, որ օրինակ սահմանապահը իր հայեցողությամբ, ուրեմն անձին թույլ չտար մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, ավելի կարող էր անժամկետ մուտքի արգելք դնել։ Սա Դաշնային անվտանգության ծառայության ՖՍԲ-ի կողմից էր տրվում։ Բայց հիմա նաև ներքին գործերի նախարարության ներկայացուցիչն է այնտեղ նստում, որը արդեն նայում է իրենց բազաներով, եթե անձը անգամ ունի վարչական խախտում, ինքը կարող է տվյալ անձին թույլ չտալ, որ մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք։ Որովհետև եթե անձը վերահսկվող անձանց ռեեստրում է, նա ունի վարչական խախտում, ասենք աղբի բանը ուշացրել է, չի մտնում։ Որևէ տուգանք, որը ինքը չի վճարել, ինքը կարող է ինչ որ հիվանդություն ունենա, որը Ռուսաստանի Դաշնության համար կարող է մուտքի արգելքի հիմք հանդիսանալ, չգիտեմ, վարակիչ հիվանդության մասին է խոսքը։ Կարող է ինքը ժամկետի մեջ բուժզննում չի անցել, առանց աշխատանքային պայմանագրի երկար է մնացել Ռուսաստանի Դաշնության տարածքում եւ դրա համար հայտնվել է ռեեստրում։ Հիմա դուրս է եկել, դիմում չի գրել, որ ռեեստրից անեն, ինքը շարունակում է մնալ ռեեստրում, վարչական իրավախախտման համար իրեն կարող են թույլ չտալ, որ մուտք գործի ՌԴ տարածք։ Հաջորդ բարերը, որ ձևավորվում է արդեն բարբերաբար, դա լեզվի իմացության խնդիրն է։ Այո։ Ընդ որում դպրոցներում երեխաների նկատմամբ դա Ուրեմն 2/3 դիմողների, այդ քննություն տվողների ուրեմն արդեն չեն հաղթահարել շեմը եւ այդպիսի ստատիստիկա կա։ Անկեղծ չեմ կարող ասել սրա մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը որքան է, որովհետեւ ընդհանուր տվյալներ են հրապարակվել ՌԴ պատկան մարմինների կողմից, բայց նաեւ կրթության ոլորտի աշխատողներն են հայտարարում, որ սխալ է նախապես վերցնել այդ թեստը, որովհետև երեխաները դրանք այն խումբն են, որը շատ արագ ինտեգրվում է եւ նրանց բավական է 1-2 ամիս, իրենք շատ արագ սկսում են ինտեգրվել, խոսել եւ եթե ցանկանում են միգրանտներին ինտեգրել, ապա երեխաները դպրոցի միջոցով ինտեգրումը դա լավագույն ճանապարհն է։ Եվ հիմա ստեղծել եւս մեկ խոչընդոտ եւ խոչընդոտել, որ երեխան տարիքի լինի որոշակի պաշարով պետք է գնա Ռուսաստան։ Այո, ավելին այդ պաշարը պետք է այնպիսին լինի, որ ինքը տրված հարցերի
90%-ին պետք է կարողանա ճիշտ պատասխանել։ Առաջին դասարանի պարագայում միայն առաջին դասարանի պարագայում բանավոր է, մյուս բոլորի դեպքում եւ բանավոր եւ գրավոր են այդ թեստերը, որ իրենք հանձնում են։ Բայց ամբողջ խնդիրն անունն է, որ անգամ առաջին դասարան գնացող երեխային երբ տալիս են հարցեր, 10 հարցից 9-ին ինքը պետք է ճիշտ պատասխանի։ Եթե 10 հարցից 8-ին է ինքը ճիշտ պատասխանում, այս պարագայում իրեն դպրոց չեն ընդունում։ Սա է խնդիրը։ Իսկ նախկինում, եթե բոլոր փաստաթղթերը կարգին էին, այսինքն ծնողները ունեին միգրացիոն հաշվառում, երեխան ծնողների հիմքով ուներ միգրացիոն հաշվառում, օրինական բնակվում էին եւ այն բոլոր փաստաթղթերը պատշաճ կարգով ներկայացում էր, երեխային անպայման ընդունում էին դպրոց, միակ խոչընդոտը, որ կարող էր լինել, դա էր, եթե դպրոցում չկա տեղ։ Իդեպ հենց այս կետը հիմնականում միգրանտների վրա տարածում են, եթե չէին ցանկանում, որ միգրանտ երեխան գնա իրենց դպրոց, ասում էին տեղ չկա դպրոցում։ Բայց մյուս կողմից, եթե կար այդ տեղը, ապա երեխային ընդունում են եւ երեխան շատ արագ, ընդամենը 1-2 ամսում եւ լեզուներ սովորում եւ կարողանում էր հասցնել իր դասերը։ Եվ այն միֆը, որ երեխաները ամիսներով խոչընդոտում են, ուսուցիչը չի կարող եւ այսպես եւ այնպես, այսինքն առնվազն կրթության մասնագետները իրենք հայտարարում են, որ կոռուպցիոն շղթա է նկարագրում նաեւ, թե ինչպես կարելի է շրջանցել դրանք Ռուսաստանում։ Դա եւս։ Բայց այս առումով Ռուսաստանի Դաշնությունը երկու շատ կարևոր բան այս պահին խառնել է իրար։ Այսինքն աշխատելու նպատակով ՌԴ մեկնողները։ Եվ եթե ինքը ունի կարիք, որ մարդիկ ընտանիքներով գնան ու երկարաժամկետ մնան, որտեղ ինքը նաև դեմոգրաֆիայի խնդիր ունի ու շատ սուր խնդիր ունի։ Հիմա ստացվում է, որ իրեն եւ անհրաժեշտ են աշխատանքային միգրանտներ, եւ անհրաժեշտ է դեմոգրաֆիայի հարցը լուծել, բայց ինքը բոլոր ոլորտներում բոլորին խառնած իրար նույն խստացումներն է անում։ Ավելին հիմա հակառակն էր անում մի ժամանակ, չգիտեմ հիմա կա թե չէ, հայրենակիցներ ծրագիրը կա, բայց այնքան փոքր է թիվը այդ հայրենակիցների ծրագրով գնացողների, որովհետև իրենք չեն տանում խոշոր քաղաքներ, իրենք տանում են ծայրամասեր, որտեղ մարդիկ չեն ցանկանում գնալ եւ բնակվել։ Նույնիսկ եղել է, որ ծրագրով գնացել են եւ ընդհատել վերադարձել են, այո, չեն մնացել այդ ծրագրում երկար։ Եվ հիմա ստացվում է այնպես, որ նաեւ մեկ այլ օրինագիծ, որը Պետդումայում քննարկվում է, այն է արգելել աշխատանքային միգրանտներին բերել իրենց ընտանիքի անդամների։ Այսինքն այնքան են խառնել բոլոր հնարավոր ամեն ինչ եւ բոլորի դեմ խստացումներ են առաջ տանում եւ անդադ նշում են, որ օրինակ, այ տեսեք Արաբական Միացյալ Էմիրություններում ինչպես է օրգնաբորը, այսինքն կազմակերպված ուրեմն կազմակերպված ձևով են տանում միգրանտներին որևէ երկրից, որ իրենց երկրում աշխատեն եւ այնտեղ տալիս են աշխատանքի թույլտվություն եւ այլն։ Բայց այդ կարգը այնքան տարբեր է նրանից ինչ մենք այսօր ունենք Ռուսաստանի Դաշնությունում, չասեմ, որ իրավունքների տեսանկյունից եւ այլն, եւ եթե իրենք խոսում են բոլոր երկրներից օրգնաբորով գնալու եւ աշխատելու մասին, իդեպ Հայաստանին էլ են բազմաթիվ անգամներ առաջարկել, այդ դեպքում ուր մնաց ԵԱՏՄ պայմանագիրը։ Սա ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ստեղծել է մի կառույց, իր շուրջը հավաքել է երկրներ, բայց այդ բոլոր երկրները պարտավոր են պայմանագիրը պահպանել, իսկ ինքը առնվազն այս տարվա ընթացքում մի շարք օրենքներ է ընդունել եւ կիրառում է դրանք, ինչի արդյունքում ամենօրյա ռեժիմով խախտում է այդ պայմանագիրը։ Ինչ առաջ ասացիք էլի նոր բան նոյեմբերի 11-ով։ Այո։ Ուրեմն նոյեմբերի 11-ին Պետդուման երկրորդ եւ երրորդ ընթերցումը մեկ օրվա ընթացքում անելով ընդունել է աշխատանքային օրենսգրքում փոփոխություն, համաձայն որի 2026 թվականի մարտի 1-ից սկսած տարբեր տարածքներում Ռուսաստանի Դաշնության մարզեր, հանրապետություններ եւ այլն ուրեմն մարզային կառավարման ադմինիստրացիան կարող է որոշել քվոտա աշխատանքային միգրանտների թվի, ինչքան կարող են իրենց տարածքում աշխատել, եւ մասնագիտությունների, ինչ կարող են աշխատել, ինչ չեն կարող աշխատել, եւ գործատուն այդ հիմքով, որպեսզի քվոտայով թիվը չանցնի, ինքը պետք է աշխատանքից ազատի իր մոտ աշխատող օտարերկրացիներին։ Այսինքն, եթե իրենց երկրում ենթադրենք տրված է, որ առաքիչներ կարող են լինել ոչ ավել, քան ենթադրենք 200 օտարերկրացի։ Հիմա եթե գործատուի մոտ
յուրաքանչյուր գործատու կարող ունենալ ոչ ավել, քան ենթադրենք 10 կամ 15։ Իր մոտ եթե 11-ն է, ինքը պետք է որոշի, դրանցից մեկին պետք է հանի աշխատանքից։ Անկախ նրանից ինքը դրա կարիքը ունի, իր աշխատանքին դա վնասում է, չի վնասում։ Այսինքն քվոտան նախկինում որոշում էր պետությունը եւ ասում էր, որ ինքը որքան աշխատանքային միգրանտի կարիք ունի։ Իդեպ հիմա 6.5-ից 7 միլիոնի մասին են խոսում, որ աշխատանքային միգրանտ կա այն դեպքում, երբ պատկան մարմինները հայտարարում են, որ իրենք կարիք ունեն 12 միլիոնի։ Եվ հիմա նաև տարածքներին են տալիս հնարավորություն, որ իրենք սահմանեն քվոտա եւ գործատուն էլ այդ քվոտայի թվերը պահպանելու համար պետք է աշխատանքից ազատի իր մոտ աշխատող աշխատանքային միգրանտներին։ Շատ բարի, ավարտենք։ Այսպիսով, ինչ պետք է իմանա Հայաստանի քաղաքացին Ռուսաստան մեկնելուց առաջ։ Այսքան փոփոխությունների ֆոնին։ Ոյ, այնքան արագ են այս տարվա ընթացքում, այնքան շատ են այդ փոփոխությունները եղել։ Նախ ես կխնդրեմ դեռևս զերծ մնալ ընտանիքներին տանելուց։ Եթե այնուամենայնիվ գնում եք աշխատելու նպատակով, դեռևս գնացեք մենակ, մինչև հասկանանք, թե այս օրենքները ուր են հասնում։ Հաջորդը, շատ ուշադիր եղեք, մուտքի պահից սկսած, եթե գնում եք Մոսկվա եւ Մոսկվայի մարզ, ապա մուտքի պահից սկսած, երբ որ ձեզ տվեցին միգրացիոն քարտը եւ դուք ներբեռնեցիք ամինահամակարգը, անջատեք VPN-ը, որպեսզի ձեր ռեգիստրացիան ժամկետի մեջ լինի։ Այսինքն իրականանա ձեր ռեգիստրացիան ամինա ծրագրով եւ ամինայով անպայման բացեք քարտեզը եւ նշեք այն տեղը, որտեղ դուք բնակվելու եք։ Մի գրեք միայն հասցեն, որովհետեւ շատ հաճախ ինքը սխալ է բերում։ Բացեք քարտեզը, այնպես ինչպես օրինակ Yandex-ի տաքսին եք պատվիրում, բացում եք քարտեզը եւ դրա վրա նշում եք այն կետը, որտեղ դուք բնակվում եք։ Եվ միշտ միացրած պահեք այդ հեռախոսը, որովհետև այդ ծանուցումները եթե գալիս են, եթե իրենք չարձանագրեցին, չֆիքսեցին ձեր տեղը, չֆիքսեցին, որ դուք գնում եք աշխատանքի, գալիս եք շարժ չկա, անշարժ դրված է մի տեղ հեռախոսը, դա էլ է հիմք, որ ձեզ չեղարկեն մուտքի արգելքներ։ Պես որ շատ զգույշ պետք է լինել եւ եթե 90 օրը գրանցվում եք, ապա միշտ հիշեք, որ մինչև 90 օրը լրանալը, եթե ունեք աշխատանքային պայմանագիր, պետք է երկարացնեք ձեր ռեգիստրացիան, անպայման տարեք միգրացիոն քարտը, որպեսզի ետևի մասում կնիք տրվի։